Նոյեմբերի 8-ին մեր եկեղեցին նշեց հրեշտակապետած եւ ամենայն երկնային զորաց տոնը։ Արմավիրի թեմի Առատաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հավաքվածները տոնի արդիվ խաչերթի մասնակցեցին։ Արտիմետի Հովության հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ռուշանյանը պատմեց տոնի ուխտերթի նշանակության մասին։ Երբ որ ես երեխաներ ջան, ձեր տարիքին էի, բախտ եմ ունեցել շատ տեղեր Հայաստանի, շատ տեղեր մեր մեծ հայրիկների հետ ուխտերի գնալու, նրանք ասում էին պահապան հրեշտակը հաշվում է, թե քանի քայլ է սաղել Աստծո համար։ Տեսեք, մենք քայլում ենք, չէ՞, կարող կիլոմետրերով ուրիշ տեղեր քայլենք, բայց Աստծո համար ինչ ես քայլում, պահապան հրեշտակը ուրեմն հաշվում է։ Արտիմետ, Խորոնք, Գրիբոյեդով, Առատաշեն եւ Տարոնիկ Արտիմետի Հովության գյուղերն են։ Տեր Ներսեսն այդ գյուղերում 2012 թվականից է սպասավորում։ Առատաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին նրա ծառայության ընթացքում է կառուցվել ու օծվել։ Տեր Հայրը փորձում է այնպես կազմակերպել իր հոգևոր ծառայությունը, որպեսզի եկեղեցական կյանքից ոչ մի գյուղ անմասն չմնա։ Կիրակնօրյա պատարակները նա մատուցում է Առատաշենում եւ Արտիմետում, իսկ ժամերգություններ կամ Աստվածաշնչի սերտողության դասեր անցկացնում է մյուս համայնքներում։ Ներհամայնքային խաչերթ Արտիմետի Հովությունում առաջին անգամ էր կազմակերպվում, իսկ ուխտագնացություններ դեպի նշանավոր սրբավայրեր միշտ են գնում։ Խաչերթի մասնակիցներն աղոթքներով շարականների երգեցողությամբ քայլեցին դեպի Տարոնիկ գյուղ։ Առիթը ոչ միայն հրեշտակապետած եւ ամենայն երկնային զորաց տոնն էր, այլև Տարոնիկի Սուրբ Զորաց մատուռի օծման տարեդարձն ու ուխտի օրը։ Սրբավայրի կառուցման գաղափարը համայնքի բնակիչ Սամվել Հովսեփյանինն է եղել։ Նրա որդին ժամկետային զինծառայող Արնոլդ Հովսեփյանը զոհվել է 44-օրյա պատերազմում։ Զոհվել են 5 ընկերներով Ջրականի մի անանուն բարձունքի վրա։ Իրենք հակատանկիստներ են եղել։ Զոհվել են հոկտեմբերի 3-ին 2020 թվականին։ Վերջին մարտը տեղի է ունեցել հոկտեմբերի 3-ի 2-ի լույս 3-ի գիշերը, որտեղ տղաները դիվերսիոն խմբի հետ են մարտի բռնվել եւ որի ընթացքում բոլոր ընկերները զոհվել են։ Որդու մարմինը Սամվել Հովսեփյանը որոնել է ավելի քան 1 տարի, որից հետո որոշել է հիմնել հերոսների այգի, որտեղ զոհված տղաների ծնողները 50 անվանական ծառեր են տնկել։ Մենք չունեինք եկեղեցա տեղի մատուռ, որտեղ կգայինք, մեր աղոթքը կհնչեցնեինք առ Աստված։ Այսօր խաչերթով մենք Առատաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցուց եկանք Սուրբ Զորաց մատուռ հրեշտակապետած տոնի առիթով եւ մեր աղոթքը ուղղված էր այն տղաներին, այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի։ 1 տարի է ամեն շաբաթօր Տեր Ներսեսն այստեղ առավոտյան ժամերգություններ է անում։ Մեծ տոներին նաև պատարակ մատուցում։ Ճիշտ է, հավատացյալների մեծ մասը պատարակին դրսում է մասնակցում, բայց եկեղեցական արարողություններին միշտ մարդաշատ է լինում մատուռի բակը։ Ունեմ այստեղ արդեն ձևավորված շատ գեղեցիկ համայնք, շատ ակտիվ։ Իդեպ Տարոնիկի համայնքը տարբերվում է, մեր հավատացյալների համայնքը տարբերվում է մյուս տեղերից նրանով, որ օրինակ մենք նկատել ենք, որ եկեղեցիներում միշտ մեծամասնություն են կազմում կանայք եւ երեխաները, բայց այստեղ եւ կան երեխաներ, եւ կանայք, մայրեր, քույրեր, եւ միշտ հասուն տղամարդիկ, ովքեր ամեն շաբաթօր այստեղ 20, 30, 40, 50 միջև մարդ է ներկա լինում։ Եվ կատարում ենք բոլոր տոնական ծիսահարողությունները, հա, ասենք ջրօրհնեք, խաղողորհնեք, բոլոր այս գյուղն էլ, այս մատուրն էլ մասնակից է ուրեմն մեր արարողությանը։ Տարոնիկը հայաստանյան այն քիչ գյուղերից է, որ սրբավայր չի ունեցել։ Մարդիկ ծիսական արարողություններին մասնակցել են կամ հարևան գյուղերում, կամ ոչ հեռու գտնվող Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Գյուղն իր հիմնադրման 100-ամյակը անցյալ տարի է նշել։ Բնակիչների նախնիները արևմտյան Հայաստանից են գաղթել։ Սուրբ Զորաց մատուռի կառուցումն, ասում են բնակիչները, կենսական նշանակություն ունի իրենց համար։ 70-ական թվականներին մեր համագյուղացիները որոշ գումար հավաքեցին, որպեսզի կառուցեն
եկեղեցի գյուղում, բայց չստացվեց։ Ցավոք սրտի, այո, այս պայմաններում կառուցվեց Զորաց եկեղեցին, թող զորություն բերի մեր ազգին, մեր ժողովրդին, մեր զինվորներին։ Մատորը ոչ միայն սրբատեղի է, ոչ միայն հավատքի վայր է, այլև յուրաքանչյուր այցելու, որ այցելում է Մատուր, այստեղ յուրաքանչյուր այցելու ցանկանում է իր տուրքը մատուցել նաև մեր հերոսներին, մեր տղաներին։ Նպատակը սա է եւ ցանկությունս է, որպեսզի այդ ուխտը շարունակվի եւ յուրաքանչյուր տարի Տարոնիկ համայնքը եւ հյուրերը իմանան, որ այստեղ կա ուխտի օր եւ իրենց այցելությամբ շնորհ բերեն եւ պատվեն փառաբանեն եւ Աստծուն եւ մեր զավակներին։ Զարաչակյանս ձեր շնորհք Սուրբ Հոգվույն հզորն եւ ողորմածն Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, եկեղեցական կյանք։